Սիրիայի Ջաբլե թաղամասի բնակիչ Բասամ Մահնանը երկու որդիների հետ տանն էր, երբ զինված անձինք ներխուժեցին տուն։ Մենք հրաժարվեցինք դուրս գալ մեր տնից, ես ու հորեղբորս տղան էինք, նրանք ներխուժեցին տուն, սպանեցին հորեղբորս եւ եւս երկու ընտանիքի անդամների, սպառնացին գլխատել մեզ եւ թալանեցին ամեն ինչ, փող, մեքենաներ։ Նախորդ շաբաթ հարյուրավոր մարդիկ են սպանվել Սիրիայի ափամերձ այդ շրջանում, իսկ ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ Վերլուծաբաններն ասում են, որ սպանություններից շատերը վրեժի գործողություններ էին Բաշար Ալ-Ասադի վարչակարգի չարաշահումների համար։ Զոհերից շատերն ալավիներ էին, նախկին վարչակարգի առաջնորդների հետևորդներ։ Վերլուծաբանները նշում են, որ մարտերը հրահրվել են Ասադի աջակիցների կողմից, որոնք նույնպես զանգվածային սպանություններ են իրականացրել։ Լիստերը հավելել է, որ փոքրամասնությունների առաջնորդները, այդ թվում ալավիները, կոչ են արել ժամանակավոր կառավարությանը արդարադատություն ապահովել։ Դեկտեմբերի 8-ին կարծես ճնշումն ուժ գնացավ եւ իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու եզրին էր։ Զարմանալի է, որ այսքան ժամանակ պահանջվեց, որպեսզի իրավիճակն այսքան սրվեր։ Հարձակումներից հետո հազարավոր մարդիկ ապաստան են գտել Ռուսաստանին պատկանող բազայում, որը դեռ համարվում է ալևիների համար պաշտպանական տարածք, քանի որ Մոսկվան դաշնակից էր նախկին ռեժիմի հետ։ Սակայն տարածաշրջանի ղեկավարներն ասում են, որ վիճակը կայունանում է։ Իրավիճակը շատ ավելի լավ է անվտանգության ուժերի ժամանումից եւ զինված խմբավորումների հեռանալուց հետո։ Սիրիայում հումանիտար ճգնաժամը ըստ լիստերի շարունակում է խորանալ։ Կարծում եմ մարդիկ մոռանում են, որ հումանիտար ճգնաժամն Ասադի իշխանության օրոք նույնքան սուր էր։ Ասադի հեռանալուց հետո, սակայն, այն շարունակում է վատթարանալ։ Նա հավելել է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները պետք է հետագայում չեղարկվեն, որպեսզի կառավարությունը կարողանա վճարել աշխատավարձերը եւ տրամադրել մարդասիրական օգնություն, ինչը կօգնի կայունացնել երկիրը։ Մահնանը համաձայն է նշելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն տնտեսական աճի պայմաններում։ Խաղաղ լուծումը լավագույնն է Սիրիայի ապագայի համար, բայց այն պետք է ուղեկցվի ժողովրդի տնտեսական խնդիրների լուծմամբ։ Սիրիայի ժամանակավոր նախագահը հայտարարել է, որ իր կառավարությունը կպատժի վերջին բռնությունների բոլոր մեղավորներին, նույնիսկ եթե նրանցից ոմանք լինեն իր կողմնակիցների թվում։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։